Դեր Հիսուսի անով գբարևեմ ձեզ, սիրելի եղբայրներ եւ քույրեր, այսօր 2026 հունվար առաջին ուրբաթն ենք, հունվար 2 լավագույն մաղթանքներս ձեզի գշնորհավորեմ այս նոր տարին եւ մեր փրկին ծնունդը, այնպես որ գաղութեմ, որ Աստծո օրհնությունը հանգչի ձեր բոլորին վրա։ Այսօր եւ եկող ուրբաթ, որովհետեւ նոր տարի մսկսանք, երկու ուրբաթներ եւս Սուրբ Գիրքի սերտողությունը, որ սկսած էինք առաջին Թեսաղոնիկեցիս գիրքին, զանց պիտենենք, ուրեմն այս նոր դարվան առնչությամբ խորհրդածությունը պիտենենք, գարտալով Ղուկասի ավետարանին 19-րդ գլուխեն հատվածը, ուրեմն 11-27-ը պիտի գարտամ։ Ու երբ անոնք այս բաները գլսեին, արագ մնալ ըսավ իր Երուսաղեմ մոտենալուն համար եւ անոնց այնպես գարձելուն համար, թե շուտ Աստծո թագավորությունը պիտի հայտնվի։ Ուստի ըսավ. ազնվական մարդը հերու երգիր քնած, իրեն թագավորություն առնելու եւ դառնալու։ Եվ իր 10 ծառաները գանչելով 10 մնաց տվավ անոնց ու սավանոնց, փանեցուցեք, ասոնք մինչև ես կամ։ Եվ անոր քաղաքացիները զանիգա գադեին, ու տեսպաններ ղրգեցին անոր ետևեն, ըսելով թե չենք ուզեր, որ ադիգա մեր վրա թագավորություն ընե։ Ու եղավ, որ երբ անիգա թագավորություն առնելով ետ դարձավ, իրեն գանչել տվավ այն ծառաները, որոնց ըստագը դվեր էր, որբեսի գիտնա թե ով ինչ շահ բերած է կամ ըրած է։ Եվ առաջինը եկավ ու ասավ. դեր քու մնասդ 10 մնաս շահ ըրավ, եւ ըսավ անոր. ապրիս բարի ծառա, որովհետեւ քիչ բանի մեջ հավատարիմ եղար, 10 քաղաքի վրա իշխանություն ունեցիր։ Ու երկրորդը եկավ ու ասավ. դեր քու մնասդ 5 մնաս շահ ըրավ, եւ ըսավ անոն. տունալ 5 քաղաքի վրա եղիր։ Եվ ուրիշ եկավ ու ասավ. դեր ահա քու մնասդ զոր թաշկինակի մեջ ծրարած գբահեի, քանզի գվախնայի քեզ մե, վասնզի դու խիստ մարդ մնես, չտրած բանդ գվերցնես ու չսերմանածդ գհնցես։ Եվ անիգա ըսավ անոր. քու բերնետ քեզ պիտի թադեմ, ով չար ծառա, գիտեիր, որ ես խիստ մարդ մնեմ, չտրած բանս գվերցնեմ ու չսերմանածս գհնցեմ։ Եվ ինչու համար իմ ստագը սեղանավորներուն չդվիր, որբես ես եկած ադենս չահով առնեի զանիգա։ Եվ հոն գայնողներուն ըսավ. արեք ատկե մնասը ու դվեք անոր, որ 10 մնաս ունի։ Եվ սինրեն. դեր անիգա 10 մնաս ունի, քանզի գսեմ ցեզի, թե ամեն ունեցողին պիտի դրվի եւ չունեցողին ունեցածնալ անգե պիտի առնվի։ Բայց այն իմ թշնամիներս, որոնք չէին ուզեր, որ իրենց վրա թագավոր ըլլամ, հոսպերեք ու իմ արջևս սպաննեցեք։ Ուրեմն, ինչպես ասի, այսօր 2026 թվականին նոր տարին առաջին ուրբաթն է, ուզեցի ժամանակի մասին խոսիլ եւ իրականության մեջ որքան շուտ անցավ մեր դարին, անցնող դարին։ Լավագույն մաղթանքներս կգրտնեն բոլորիդ, Տերոջ օրհնությունը հանգչի ձեր եւ ձեր ընտանիքներուն, զավակներուն ու թորներուն վրա, անոնք որ նաեւ ամեն ուրբաթ մեզ մտիկ կնեն, բոլորին անխդիր լավագույն մաղթանքներս ցեզի։ Ընդհանրապես նոր դարվա ընթացքին մաղթանքները, եթե նշмарենք, բոլորը ուղված կլան մեր մարմնավոր կյանքին բարօրության համար, անշուշտ սխալ չեն։ Բոլորս կուզենք առողջություն, հաջողություն, երջանկություն, խաղ եւ նաեւ արադության մեջ կյանք ապրիլ, մեգումը գարոդը չունենալ։ Այս բոլորին գողքին իմ մաղթանքս է, կուզեմ նաեւ հոգևոր մաղթանքներ ցեզի փոխանցել, անշուշտ եթե կընդունիք։ Բոլոր սրտովս կմաղթեմ, որ այս
նոր դարին զասված ավելի լավ ճանչնալու դարի մըլլա մինչ Աստծո խոսքը գսերդենք եւ ուղիղ սիրտով ու մաքուր խիղճով անոր հետ քալենք ընտրենք հեզություն եւ հնազանդությունը գմախտեմ որ դրամատիրը լանք անոր ցայնը լսելու որ իր խոսքին եւ աստվածագոչ մարգարեներու միջոցով մեզի գուքան այնպես որ թատրինք մենք մեզ ուրիշներով հետ չափել է եւ ամեն մեկս մեր անձերը քննենք դերոջը արչեւ եւ նաեւ ինչու՞ չէ այս տարի Տեր Հիսուսի վերադարձին դարին ըլլա թեև այս վերջինը ոմանց համար թերևս հաճելի չթվիր բայց իրականության մեջ ճշմարտություն է ինչ որ գսեմ անոնք որոնք չեն ուզեր որ այս տարի մեր փրկին Հիսուսին վերադարձին դարին ըլլա ինչպես հոս արագի մեջ ալգարտացինք քնած եւ վերադարձավ այնպես որ անոնք որոնք չեն ուզեր ասոնք իրականության մեջ խորունկ արմատներ նետածեն այս աշխարհի հրաբուրիչ բաներու վրա եւ լուրջ չունին կամ չեն ուզեր գիտնալ թե ինչպեսի աշխարհի մեջ գաբրինք անտիքրիստոսին կալուստը մոդեցած է հայտնվելը մոդեցած է այնպես որ անոնք արմատներ նետածլալով այս աշխարհի վրա գուզեն թիզել եւ իրենց քանցը Քրիստոս ըլլալե թատրած այլևս հաբա միայն թրամն է նյութն է եւ այսպեսով գաբրին ասիգա ցավալի է բայց կմախտեմ բոլոր սրտովս որ այս տարի մեր փրկին Տեր Հիսուսին վերադարձին դարին ըլլա Հովանու հայտնություն Քիրքի մեջ Հովանես Արաքյալ գսե ամորաս խոսքերը գգարտա թողսե ամեն եկուր Տեր Հիսուս ուրեմն մենք ալ պետք է այդպես ասենք այս տարի նյութաբաշխութենե ցերփազատվինք եւ ժամանակն է հասած է ժամանակը հասկանալու որ Աստված միայն մեր ծարան չէ հաբա մեր պաշտամունքի արարգան է Տեր Հիսուս Քրիստոս մեր սրտին քանցը ըլլալու է ուրեմն այս արագը որ գարտացինք ինչպես ասի այս երկու ուրբաթները այս ուղղությամբ պիտի խորհրդածենք թեև հրյա իշխաններուն ուղված էր 14-րդ համարի մեջ կգարտանք հոս եւ անոր քաղաքացիներ զանիգա գադեին բայց եւ այնպես ասիգա Դերը մեր ժողներուն թիր կորոշումն է ընդհանուր առմամբ եւ ոչ թե միայն հրյա իշխաններուն այս արագը բոլորիս վերակրելի է որտեղ շատեր գմերժեն Քրիստոսի թագավորությունը եւ անոր դերությունը իրենց վրա չեմ գիտեր միայն Աստված գիտե այս ծնունդի եղանակին որ քրիստոնյա աշխարհը մեր փրկին ծնունդի հիշադակեց քանիներ ընդունեցին անոր դերությունը եւ թագավորությունը իրենց սրտի մեջ քանիներ աղոտ բարձացուցի լսելով Տեր Հիսուս գհրավիրեմ սրտիս մեջ թուն թագավոր ես թագավորներուն թագավորն ես եկուր եւ գարավարե իմ սիրտս այնպես որ այս է որ Աստված կուզե որ մենք հասկանանք այս ճշմարտությունը բայց ցավալի երևույթը այն է որ շատեր հրյաներուն նման Քրիստոսի թագավորություն եւ անոր դերությունը գմերժեն 27-րդ համարը որ գարելի չէ փարացիորեն հասկանալ որով հոս կարտացին բայց այս իմ թշնամիներս որոնք չէին ուզեր որ իրենց վրա թագավոր լամ հոս բերեք ու իմ արջևս սպաննեցեք ասիգա իսլամներուն համար շատ թանկագին համար մնե որով իրենք գախորժին երբ սպաննել բարը լսեց ասիգա փարացիորեն պետք չէ հասկանանք նոր գդագարանի ողջամիտ վարդապետությունը հստակ կնե թե բոլոր անոնք որ գմերժեն Քրիստոսի թագավորությունը հետևանքը սարսափելի է սարսափելի պիտի ըլլա այնպես որ ուրեմն հիմա մնացներուն արագին ընդմեջեն կարևոր ճշմարտություններ գուզեմ ցեզի փոխանցել եւ ավելի ժամանակի մասին գխոսի այս
մնասներուն արագը, ինչպես կրնանք ժամանակը օգտագործել։ Անշուշտ, այն ճշմարտությունը զոր պիտի շեշտե միայն արագին վրա հիմնված չէ, այլ ընդհանուր առմամբ արաքելական ողջամիտ բարդապետության վրա, ժամանակին հետ առնչություն ունեցող։ Պետք է հավատանք, թե ժամանակը մեզի գդրվի։ Այս կնշանակե, թե ժամանակին դերը մենք չենք։ Ժամանակը մեզի Աստուծո կողմէ գդրվի։ Արագի մեջ դերը որոշ ժամանակ մը տվավ իր ծառաներուն եւ որոշ ժամանակ մը պիտի բացակայեր։ Մարդուն համար ժամանակը սկիզբ եւ վերջ ունի։ Սկիզբը մեզ չի հետաքրքրեր, երբ աշխարհ գուքանք մեզի համար ժամանակը կսկսի, իսկ մեզի դրված այդ ժամանակին վախճանը երբ է չենք գիտեր։ Հետևաբար մեզի կմնա օգտվել ժամանակեն։ Գրնաս Թրամփ թիզել, սակայն չես կրնար ժամանակը թիզել։ Ժամանակը գուքա ու գերտա, ան չգենար երբեք։ Մենք միայն կրնանք օգտվել ժամանակեն եւ օգտագործել, շահարկել ժամանակ, ինչպես մնասներուն արագի մեջ ծառաները առաջին երկուքը շահարկեցին ժամանակը շահ բերին։ Արագի միջոցով դերը գսե ժամանակը ես քեզի գուտամ եւ օրը քեզ մե պիտի առնվի, ասիկա հստակ է։ Հետևաբար ժամանակը դերը ասել գուզե չդվի քեզի, որպեսի կմահաճույքիդ համար կործածես, ինչպես օգտագործեցիր քեզի դրված ժամանակը, եւ ես քեզ մե հաշիվ պիտի բանջեմ, ով մարդ։ Արագի մեջ դերը հստակ կնե, թե օրը պիտի վերադառնա եւ հաշիվ բանջե։ Արագի մեջ կշեշտե, որ դերը թե ոչ միայն ժամանակը, այլ մեզի դրված դաղատները, կարողությունները ինչպես կկործածենք, անորամարալ հաշի պիտի տանք։ Մեկը գրնալ լազորորնակ Աստուծո կողմէ տաղանդ մունի, քեղեցիկ ցայն մունի։ Գրնա իր փառքին համար, իր հաճույքին համար երկել, գրնա Աստուծո փառքին համար երկել, ասիկա միայն դերը գիտե։ Հետևաբար հաշիվ պիտի բանջե։ Ուրեմն չեմ ուզել խոսիլ մեզի դրված կարողություններու եւ զանոնք ինչպես կործածելու մասին, հաբա ուզեմ խոսիլ կամ շեշտել ժամանակին վրա, թե ինչպես օգտագործելու ենք զայն։ Եթե նշմարեցիք կարտացված հատվածի մեջ երկու քնալ, թե ժամանակը եւ թե տաղանդները մեզի գդրվին, մեզ մեջ են գդրվին, Աստծուց գդրվին եւ դվողը իրավունք ունի հաշիվ բանջելու։ Այնպես որ չմոռնանք, թե մենք միայն դնդեսներ ենք մեզի դրված բարիքներուն վրա ու ոչ թե սեփականատերեր։ Ուրեմն այս ժամանակի մեջ ինչպես անցնելու ենք, որ գարենանք ասել մեզի դրված ժամանակեն օգտվեցանք, օգտագործեցինք ու մեր կյանքը իր նպատակին ծառայեց։ Եվ օր մնալ, երբ մեր աչքերը փակենք Տերոջ առջև բաց ճակատով, անոր մեր հաշիվները պիտի տանք։ Այնպես որ ասկայնով բավարարվենք այս ուրբաթ, եթե դերը գամի քալ ուրբաթ պիտի շարունակենք եւ վերջացնենք այս երկու ուրբաթները ժամանակին վրա խոսելով, դերը գամի պիտի շարունակենք մեր սերտողությունը Թեսաղոնիեցոց քիրքին։ Այնպես որ դերը իմաստություն շնորհե բոլորիս, որ մեզի դրված ժամանակեն օգտվենք եւ շահարկենք Աստուծո փառքին համար, ինչ որ ունենք Տերոջը փառքին համար կործածենք, որտեղ ան իրավունք ունի մեզ մե հաշիվ բանջելու։ Ուստի ապրինք որպես դնդեսներ։ Տերոջը խաղաղությունը ծեր բոլորին հետ լա
իր փառքին համար։ Ամեն։